Դե ինչ շարունակում ենք առավոտ լուսո վիկենդը եւ ինչպես յուրաքանչյուր անգամ այսօր եւս շարունակում ենք մեր տաղավարում հյուրընկալել հետաքրքիր հյուրերի, կարծում եմ ճիշտ ժամանակն է ներկայացնենք մեր հաջորդ հյուրին, որն արդեն տաղավարում է։ Եվ մեր տաղավարում է Սոֆի Դևոյան Կրտսերը։ Բարի լույս Սոֆի։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպիսին է տրամադրությունը։ Հիասքանչ, շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք էլ ենք շատ ուրախ հյուրընկալելուց այս մեր տաղավարում, ու պետք է սկսենք ամենաերևի կարևոր ու առաջին հարցից, առհասարակ ինչպես են սկսում առավոտները եւ ինչպես են սկսում հանգստյան օրերի առավոտները։ Այդ հանգստյան օրերը տենց ամսվա մեջ կարող է լինել 1-2 անգամ։ Հանգստյան օրերը շատ քիչ ենք ունենում, որովհետև հիմա շատ բուռն աշխատանքային շրջան է մեզ մոտ, ոնց որ միշտ։ Առավոտները սկսվում են վաղ տենց շատ շուտ, արթնանում եմ, պարտադիր նախաճաշում եմ եւ վազում եմ աշխատանքի, որ մինչեւ ուշ կարողանանք լիքը նոր պրոյեկտներ ունենք, որոնք որ պետք է իրականացնենք եւ այդ պատճառով չունենք մենք հանգստյան օրեր, աշխատում ենք, կարելի ասել ամբողջ շաբաթ եւ սկսվում է շատ շուտ առավոտը։ Այդ պարտադիր նախաճաշելը կարծես թե շատ կարևոր նախապայման է, մեր հյուրերի հետ էլ քիչ առաջ խոսում ենք, չէ՞, այդ մասին, որ իրականում մենք էլ չենք կարող թաքցնել մեր թերությունը այս հարցում, որովհետեւ միշտ չէ որ ստացվում է խիտ աշխատանքային գրաֆիկի դեպքում նախաճաշել, բայց փաստորեն ձեզ մոտ ստացվում է։ Չէ, այդ պարտադիր պայմանն է իմ մոտ, որովհետեւ իմ տրամադրությունը սերտ կապված է իմ ուտելու հետ, նախաճաշելու հետ, դրա համար ես պետք է առավոտը նախաճաշեմ, մի բաժակ ջուր խմեմ եւ նոր վազեմ աշխատանքի։ Իսկ սուրճ կամ թեյ։ Ես սուրճ չեմ խմում, թեյ խմում եմ, բայց աշխատում եմ փոխարինել ամեն ինչը ջրով։ Իսկ ինչու սուրճ եք խմում, որովհետև պարզապես չեք սիրում, թե կա ինչ-որ վնասակար։ Չէ, իրականում մի շրջան կար, որ բավականին շատ էի խմում սուրճ, բայց հիմա որոշել եմ, որ դա ինձ այլևս հարկավոր չի։ Փոխարինում եմ ամեն ինչը ջրով, կարծում եմ մաքուր ջրից ոչ մի ավելի լավ բան չկա։ Հաստատ եթե կա մեծ ցանկություն, կարելի է հրաժարվել անգամ սուրճից։ Ես չեմ պատկերացնում, որ իրականությունում, որ այլ իրականությունում ես կարող եմ սուրճից հրաժարվել, բայց փաստորեն հնարավոր է։ Կամ ուժ է։ Երբ պետք է լինել առողջ այս դեպքում, ու նախաճաշը առողջ լինելու գրավականներից մեկն է, ինչը մասնագիտության դեպքում հատկապես պարուհիների համար շատ կարևոր է ունենալ գեղեցիկ, շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ շատ առողջ եւ ամուր կազմվածք։ Եվ գնանք սկիզբը, հիշում եք, երբ առաջին անգամ բեմ բարձրացաք։ Երբ էր դա։ Այ դա շատ շուտ է եղել, ես 3 տարեկան էի, երբ որ առաջի անգամ բարձրացել եմ բեմ, որ հիմա կխաբեմ, որ ասեմ ամեն ինչ տենց շատ պարզ հիշում եմ, բնականաբար ոչ, բայց վիդեոն երբ որ նայում եմ, ցենց ինչ-որ հիշողություններ գալիս են մոտս, շատ փոքր եմ եղել ու ահա որ լարված եմ եղել, ես շատ ամաչկոտ երեխա եմ եղել փոքր ժամանակ եւ մեծ դժվարությամբ է ինձ տրվել առաջի անգամ այդ բեմելը, բայց տենց պատվով դուրս եմ եկել այդ ամեն ինչի տակից։ Իսկ այսքան տարիներ անց ինչ է փոխվել այդ առաջին պահից, երբ բարձրացել եք բեմ։ Ոյ, շատ բան է փոխվել, իրականում միշտ այդ անհանգստությունը կա ու ես նույնիսկ իմ երեխաներին ում դասավանդում եմ, ասում եմ, եթե դուք պրոստը ուղղակի սենց բարձրանում եք բեմ առանց անհանգստության, ուրեմն մի բան այն չի կարող մարդ բարձրանալ բեմ չունենալով այդ անհանգստությունը, ինչքան էլ տարիների փորձ ունես դու, միշտ այդ պարտավորվածությունը կա, որ պետք է գոհացնել նախ առաջինը Տիկին Դևոյանին, հետո հանդիսատեսին, եւ դա տենց բավականին դժվար գործ է, բայց ուղղակի հիմա մի քիչ ավելի ինքնավստահ եմ բարձրանում բեմ, քան ամենասկզբում, բայց մեկ է կա այդ անհանգստությունը եւ այդ դժվարությունը ամեն անգամ ես զգում եմ։ Եվ իհարկե միշտ կա մարդ, որը հետևում է շատ ուշադիր, շատ ամեն ցանկացած մարուկ, որը գուցե մենք չնկատենք, նա վստահաբար նկատում է եւ իհարկե պետք է ուշադիր լինել։ Այո, իրականում ինքը տենց կարևոր մարդն է, ով պետք է միշտ գոհ լինի ամեն ինչից, բայց իրականում մեր տանը մամաս էլ է տենց կրիտիկա ինքը, միշտ ամեն ինչի սենց ասում է, չէ, այս անգամ այս մեկը լավ չարեցիր, պապիկս էլ է տենց, մամայիս պապան, միշտ ասում եմ, այն անգամ, բայց ավելի լավ էր, այս անգամ ինչ որ տենց բոլորը միշտ ունեն իրենց նկատողությունը, բայց ես պարտադիր լսում եմ ամեն նկատողություն, որովհետև այդ նկատողությունները հաջորդ անգամ բերում են ավելի լավ ելույթի։ Բայց Տիկին Դևոյանը բավականին խստապահանջ է, չէ՞, հեշտ է արդյոք նրան գոհացնելը, ստացվում է։ Իրականում հա խստապահանջ է, լինում են պահեր, որ դժվար է գոհացնելը, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ պահերից խուսափենք։ Չէ, իրականում ինքը սիրում է առողջ կրիտիկա է իր մոտ, նենց չի որ ինչ որ չկա ինչ որ նկատողություն անելու բան ինքը ասի, չէ, եթե կա նկատողություն, անպայման անում է եւ պարտադիր մենք հաջորդ անգամվա ելույթին դա փորձում ենք շտկենք, որպեսզի եւս մեկ անգամ նկատողություն չստանանք։
Առհասարակ բոլոր ոլորտներում միշտ ինչ որ ճանապարհ անցնելու, երբ ասում դու քո տեղից շարժվում ես եւ պետք է այդ ճանապարհը անցնես, միշտ լինում են խոչընդոտներ։ Ձեր ոլորտում որոնք էին այդ խոչընդոտները ու ինչպիսին էր ճանապարհը այն առաջին բեմելից սկսած մինչև այսօր։ Իրականում պարավեստի ոլորտում ճանապարհը բավականին դժվար է լինում եւ ցանկացած ոլորտում է, եթե ուզում ես լավ արդյունք ստանալ եւ լինել առաջինը, պետք է շատ աշխատես եւ դժվար ճանապարհ է քեզ սպասվում։ Բնականաբար լինում են դժվարություններ, մանավանդ մեր ասպարեզում, երբ որ դու ունենում ես ինչ-որ վնասվածքներ կամ ինչ-որ հենց համերգից առաջ ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծվում, ես մի անգամ եթե չեմ սխալվում 75-ամյակն էինք նշում Տիկին Դևոյանի, ես անտանելի վատ, հենց ջերմությունով շատ վատ էի եւ նույնիսկ ինձ թվում էր, որ ես չեմ կարողանա բարձրանալ բեմ։ Մաման եկավ, սենց բանով, ասեց, «Всё, սրսկում եմ ու մտնում ես բեմ»։ 5 րոպե առաջ սրսկեց, մտել եմ բեմ ու ոնց որ ոչինչ չի եղել։ Այդ կարծում եմ գերբնական ուժ է, որ գալիս է քո վրա, երբ որ դու բարձրանում ես բեմ։ Իհարկե դա ամեն մեկին տրված չի, պետք է հասնես այդ աստիճանին, բայց կարծում եմ, որ առանց դժվարությունների ճանապարհը չի ստացվի եւ միշտ հեշտ ճանապարհի վրա ավելի շատ մարդ կա, պետք է ընտրել դժվար ճանապարհը եւ հասնել քո նպատակին։ Եվ ի վերջո դժվարությունների հետ միասին նաև ավելի հետաքրքիր է բնականաբար դժվար ճանապարհը լինում, այո։ Այ խոսենք դարձյալ մանկությունից, որովհետև փոքրուց վստահաբար շրջապատված եք եղել մարդկանցով, մեծացել եք մի ընտանիքում, որտեղ միշտ արվեստը ներկա է եղել, ու հետաքրքիր է ինչքանով է սա ձեր ընտրությունների վրա առհասարակ անդրադարձել, եղել են արդյոք այլ երազանքներ, այլ մասնագիտություն ունենալու, թե միշտ այսպես հստակ է եղել, որ պարը պիտի լինի ճանապարհը։ Իրականում ես շատ փոքր եմ եղել, երբ որ որոշել եմ, տատիկը որոշել է, որ պետք է պարեմ, մաման է համաձայնվել է բնականաբար, բայց մաման միշտ ուզեցել է, որ ես երգեմ, չնայած որ ես ընդհանրապես դրա ցանկությունը չունեմ, բայց ինքը ասում է, որ ես ձայն ունեմ, ես պետք է փորձեմ ինձ այդ ոլորտում նաև, բայց ես որոշել եմ, որ մարդ պետք է անի լավ, մի բան անի լավ, ոչ թե անի մի քանի բան, բայց չգիտեմ, միգուցե կյանք է ստացվի եւ ինչ որ մի բանի ես որոշեմ, որ պետք է ինձ փորձեմ նաև ուրիշ ասպարեզում, բայց այո, իրականում ընտանիքը շատ մեծ դեր ունի, որովհետեւ ինչ խոս մեր տանը տիրում է օդում արվեստ եւ ես չէի կարող կարծում եմ դրանից հեռու ինչ որ մասնագիտություն ընտրել, մանավանդ որ շատ սիրում եմ այն մասնագիտությունը, որը ընտրել եմ, բայց նաև սիրում եմ շատ նկարել, սովորել եմ նաև դիզայն, հագուստի դիզայն, բայց որպես հիմնական իմ մասնագիտություն ընտրել եմ պարը եւ կարծում եմ չեմ սխալվել, հուսամ որ մինչեւ տենց վերջել կմնամ իմ որոշումներին։ Այո։ Բայց չեք բացառում, որ գուցե օրինակ երկարվեստի ասպարեզում, այսպես մի օր տեսնենք ձեզ։ Միգուցե, չգիտեմ, մաման եթե մի քիչ տենց շատ ավելի շատ ջանք գործի, հա, շատ ստիպի իրականում։ Իսկ մաման վստահաբար ավելի շատ ջանք կգործադրի, վստահ եմ։ Բայց չգիտեմ, տեսնենք ոնց կլինի, ամեն դեպքում ես դեռ գոհ եմ իմ ընտրած մասնագիտությունից, տեսնենք ոնց կլինի հետագայում։ Զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեցիք Տիկին Դևոյանին։ Տանն էլ եք այդպես շփվում, այդ նույն խստապահանջ Տիկին Դևոյանը, թե տատիկի ու այստեղ էլ ուրիշ խնդիր է առաջանում։ Տանը 3 սերունդ, հա, դուք, մայրիկը եւ Տիկին Դևոյանի սերունդը։ Ինչպես եք կարողանում կոմունիկացվել, գտնել միջինը, որ ամեն ինչ շատ լավ լինի եւ որևէ խնդիր չառաջանա։ Չէ, իրականում շատ հեշտ, բոլորի մոտ այդ հարցը կա, բոլորին թվում է, որ դա շատ դժվար ինչ-որ process է, բայց մեր տանը ամեն մեկը ունի իր ոնց որ տեղը եւ ոչ մեկը չի փորձում խոչընդոտել մյուսի ուղուն, ամեն դեպքում բնականաբար 3 սերունդ, 3 տարբեր մտածելակերպ, 3 տարբեր աշխարհներ, որոնք որ ընդհանրապես կապ չունեն միմյանց հետ, բայց շատ հեշտ է իրար այդ բալանսը պահելը, որովհետև ամեն մեկս ընդունում եւ հարգում ենք դիմացինին նենց ոնց որ ինքը կա, իր բոլոր առավելություններով, թերություններով եւ մնացած ամեն ինչով, դրա համար կարծում եմ մեր մոտ խոչընդոտներ չեն առաջանում։ Բոլորի մոտ տենց միշտ այդ հարցը կա էլի, ոյ ոնց եք անում երեքով իրար հետ, առանց կռվի, առանց ինչ որ sense թեմաների, բայց մեր մոտ տենց շատ հեշտ է ստացվում եւ ես շատ երջանիկ եմ, որ հենց այդ ընտանիքում եմ մեծանում, որտեղ որ միայն խաղաղություն է տիրում տանը եւ երջանկություն։ Իսկ ինչպիսին են այս կոմունիկացիաները արդեն աշխատանքային միջավայրում, ինչպիսի դեր ունի տատիկը, արդյոք շարունակում է անդադ խորհուրդներ տալ, ուղղություն ցույց տալ, գուցե ասել այսպես է պետք անել թե ոչ, հա։ Բնականաբար ինքը
եւ մենք տենց բարի եւ հոգու թատրոնում երբ որ գալիս է եւ սկսում է փորձ անել, երեխեքը միշտ sense ունեն, էլի գալիս են, ասես նստում են, ասես նայում են իրան, որ խոսացեք Սոֆա Արևնա, մենք այսօր փորձ չենք անում, լսում ենք ձեզ։ Ասում լավ եք Սոֆորը, հենց Սոֆա Արևնա սկսում է խոսել, всё, էլ վերջ չկա, ինքը սիրում է պատմություններ պատմել իր կյանքից, ինչ որ խորհուրդներ տալ, բնականաբար դրանք շատ անգին տենց խորհուրդներ են, որոնք որ իրականում պետք է լսել, պահել եւ հետո օգտագործել։ Իհարկե մենք շատ սիրում ենք այդ բայրը, շատ գնահատում ենք իր խորհուրդները, բայց այո, իրականում տանը մեկ-մեկ լինում է տանը, ասում Սոֆա Արևնա, հետո ասում տատ, բայց գործի տեղը միշտ ասում Սոֆա Արևնա կամ Տիկին Դևան, տենց արդեն մեջս ինչ որ մնացել է տենց, էլ տանը նույնիսկ տատա չեմ ասում։ Այն նախորդ հարցին պատասխանելիս նշեցիք 3 տարբեր մտածելակերպ եւ հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց, երբ սոցիալական հարթակներում սկսեցիք կիսվել այնպիսի հոլովակներում, որտեղ 3 տելկայք, ինչպես էր նախ ընդունվում տատիկի եւ մայրիկի կողմից, երբ Սոֆին առաջարկով գալիս է, եկեք այս մի հոլովակից նկարենք։ Ճո աբսուրդը ժարենք, ինչ բարենք Սոֆի։ Հա, իրականում չէ, սկզբում շատ դժվար էր տրվում, որովհետեւ իրանք կոնկրետ չէ, մենք դա չենք անելու, մենք այդ տենց բաների մեջ չկանք, ոչ դա մեզ հետաքրքիր չի, բայց ես sense շատ համառորեն իրենց ստիպել եմ, որ նկարվեն, սկզբում ստիպում էի, հետո արդեն իրանք էին ինձ ասում, կողո մի բան նկար։ Չէ, իրականում մի քիչ իրենց համար անսովոր է, որովհետև իրանք չեն հասկանում ինչի համար տարվում, արդյոք դա պետք չի, բայց հետո երբ որ արդեն լավ արձագանք ստացան այդ հոլովակները, իրանք էլ ոգևորվեցին եւ որոշեցին, որ չէ, նկարենք։ Տենց հիմա հեշտ է ավելի տրվում։ Այ մենք հասկացանք, որ աշխատանքային բավականին ծանրաբեռնված գրաֆիկում նախ միշտ կա փաստորեն առողջ նախաճաշի համար, ինչը ես անկեղծ պիտի ասեմ, այսպես բարի նախանձով եմ այո այդ ամենին վերաբերվում, բայց հետաքրքիր է արդյոք առհասարակ ազատ ժամանակ մնում է որևէ հոբիների կամ որևէ այլ զբաղմունք գտնելու, որը մի պահ այսպես կշեղի աշխատանքից եւ կթողնի, որպեսզի հանդարտվեք ու հանգստանաք։ Իրականում երբ որ լինում է ազատ ժամանակ, ես եթե առավոտյան է, փորձում եմ մի քիչ գոնե քնել ու շարժանալ, բայց ունեմ հոբիներ, գնում եմ մեծ թենիսի, դե մարզասրահ եմ հաճախում, դա ամեն ինչից դուրս է, նույնիսկ եթե ժամանակ չեմ, դա պարտադիր պայման է, փորձում եմ գոնե ընտանիքի հետ ինչ որ ժամանակ անցկացնել, գնալ միտեղ, որովհետև երբ որ նույնիսկ գնում են ընտանիքով միտեղ, ես բացակայում եմ, որովհետև ես մինչև ուշ աշխատում եմ, բայց ինչ խոս, եթե լինում է ժամանակ, փորձում եմ հատկացնել կամ ընկերներիս, ընտանիքիս անդամներին, զբաղվել նույնիսկ բլոգինգով, որովհետև հիմա շատ քիչ ժամանակ է մնում, որ հատկացնեմ դրան, բայց փորձում եմ, որ նույնիսկ եթե ինչ-որ փոքր ժամանակ ունեմ, նկարեմ ինչ-որ մի բան, որովհետև ես դա շատ սիրում եմ եւ ինչ շատ լավ եմ զգում այդ հարթակում, ամեն դեպքում, եթե ժամանակ կա, փորձում եմ ինչ-որ նոր բան մտածել։ Բայց դա էր քիչ առաջ մեր հյուրերի հետ խոսում էինք, որ բավականին ծանր աշխատանք է եւ անգամ երբ փորձում ես փոքրիկ մի հատ հոլովակ պատրաստելու տեղադրել, հասկանում ես օրվա վերջում, որ գրեթե ամբողջ օրը ծախսեցիր այդ ամենի վրա։ Այո, իրականում դա շատ բարդ է։ Նայում ես, քեզ թվում է 15 վայրկյանանոց ինչ որ թեթև հոլովակ է, բայց այդ ամեն ինչը նկարել, լույս, հետո մոնտաժել, կպցնել իրար, ինչ որ երկ ընտրել, տեքստ գրել բավականին երկար ժամանակ է տանում, բայց եթե կա ցանկություն, ամեն ինչի համար էլ ժամանակը գտնվի, կարծում եմ։ Իհարկե նաև սոցիալական հարթակներ ունեն դրական կողմեր, որովհետև հետևելով մարդկանց, որոնք հասել են հաջողության, մենք տեսնում ենք նաև այդ հաջողության պատմությունը ու շատ հաճախ լսում խորհուրդներ իրենցից։ Սոֆի, ինչ խորհուրդներով ես կիսվում քո լսարանի եւ այն երեխաների, պատանիների հետ, որոնց առիթ է լինում դասավանդելու դպրոցում։ Իրականում ես հիմա դասավանդում եմ մոտ 70 երեխայի, մեր մոտ դպրոցում սովորում է 2000 աշակերտ, որոնցից շատ-շատերը հետևում են նաև ինձ, եւ դա կարող եմ ասել, որ մեծ պատասխանատվություն է, որովհետեւ հիմիկվա երեխաները մանավանդ որ մի բան տեսնում են, մանավանդ եթե քեզ սիրում են, ընդունում են, նրանք է փորձում են քեզ նմանվել, եւ դա պարտավորեցնող է, պետք է ամեն ինչ անելուց առաջ մի քանի անգամ մտածես, նոր կիսվես, որովհետև սոցիալական հարթակը շատ արագ է տարածում թե վատը, թե լավը, դրա համար պետք է շատ զգույշ լինել եւ այն խորհուրդները, այն բաները, որոնցով դու կիսվում ես, բավականին մեծ արժեք ունեն։ Ամեն դեպքում փորձում եմ ես կիսվել այն բաներով, որոնք որ ես ինքս անում եմ, նույն այդ առողջ նախաճաշը, որը որ նշեցի, կարծում եմ, որ շատ կարևոր է, մանավանդ հիմիկվա երեխաների համար, ովքեր ընդհանրապես ուտելու հետ սեր չունեն,
այսինքն առողջ սնունդի հետ սեր չունեն, ինչքան վատ բան կա, իրենք փորձում են եւ բավականին դա սիրում են եւ ես իմ երեխաներին էլ միշտ ասում եմ, որ չի կարելի, պետք է առողջ ծնվել, պետք է մարզվել, պետք է ապրել միշտ եւ տալիս եմ այն խորհուրդները, որոնք որ ես ինքս օգտագործում եմ։ Հարցազրույցի սկզբում խոսեցինք այն մասին, որ կան նոր նախագծեր, առաջիկայում մեծ նախագծեր, որոնք պիտի իրականացվեն, կարող ենք փակագծերը բացենք, ինչ եք պլանավորում անել այս տարի։ Իրականում հիմա մեր մոտ շատ բուրըն շրջան է, որովհետև հիմա Սոֆի Դևանի Բարի եւ Հոգու թատրոնը պատրաստվում է մեծ նոր պրեմիերայի, պլաստիկ բարային ներկայացումը լինելու Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթի շուրջ, որը որ կարծում եմ նոր շունչ է մտցնելու մեր Պարավեստի մեջ եւ կդառնա նաեւ ինչ ոչ Երևանի այցեքարտերից մեկը դա լինելու է շատ հայկական, բայց նաեւ մոդեռնացված ներկայացում, որը որ ներկայացնում է հայի ուժեղ տեսակի մասին, թե մարդ պետք է նաեւ իր մասնագիտությունից զատ իմանա արհեստներ, որոնք որ շատ են պետք գալիս եւ ամբողջ այդ ներկայացումը լինելու է եւ հայկական մոտիվներով եւ մոդեռնացված, կարծում եմ, որ կհաջողվի, կկարողանանք սեպտեմբերին հանդիսատեսի դատին հանձնել եւ կարծում եմ, որ մեծ արձագանք կլինի դրական, որովհետեւ մենք շատ լուրջ աշխատում ենք այդ պրոյեկտի շուրջ եւ հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք արդեն ներկայացնել ձեզ։ Հիանալի է, հաջողություն ենք մաղթում ողջ թիմին, իհարկե Տիկին Դևոյանին, որ այն խստությամբ եւ խստապահանջությամբ ինչպես հետևում է իր աշակերտներին, սաներին, վստահ ենք, որ հենց այդպիսի ներկայացում էլ սպասվելու է մեզ, որ բոլորով սեպտեմբերին վայել ենք այդ ներկայացում, իսկ մանրամասների մասին մենք հետո կպատմենք նաեւ մեր հեռուստադիտողներին, որ որևէ բան բաց չթողնենք։ Շնորհակալ ենք անչափ Սոֆի, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, մեր տաղավարում, բայց քանի որ այսօր առավոտ weekend-ի ընթացքում ենք մենք հանդիպել, պարզապես հարցազրույցով չէինք կարող սահմանափակվել։ Հիմա ոչինչ չի սպասվում։ Ոչինչ չի լինելու, ամեն ինչ Ոչինչ չի լինելու։ Մենք շարունակելու ենք զրուցել, բայց մի փոքր ավելի արագ, որովհետև զրուցելու ենք բլից հարցերի շրջանում։ Չէ՞։ Բլից հարցեր ենք առանձնացրել մեր խմբագիրների եւ սցենարիստների օգնությամբ ձեզ համար, շատ արագ այդ հարցերը կընթացենք ես ումանել եւ կընկալենք շատ արագ գնացիք պատասխաններ, այնինչ առաջինն է մտքին գալիս միանգամից։ Դե առաջին հարցը։ Ամենակարևոր քայլը կյանքում։ Ընտրել պարը։ Ինչ կցանկանայիք տեսնել մարդկանց աչքերում։ Սեր։ Սիրելի մուլտֆիլմի հերոսը, որի փոխարեն կցանկանայիք լինել։ Հիմա Անահիտը։ Ահա։ Ինչն է ձեզ զայրացնում։ Սուտը։ Ամենամեծ վախը։ Կորցնել հարազատներին։ Երազանք, որը դեռ չի իրականացել։ Պլանավորում եմ օդապարիկով թռնել, բայց դեռ մտածում եմ։ Ամենահիշվող ակնթարթը կյանքում։ Կարծում եմ նոր տարին, այս տարվա։ Ձեր ներշնչանքի աղբյուրը։ Եվ իմ մաման ու տատիկը։ Ապրել ներկայով, թե Ներկայով։ Ներկայով։ Հիանալի է։ Հենց այսպես էլ ներկայով ավարտում ենք մեր այսօրվա հարցազրույցը, եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ ենք։ Մենք էլ շարժվում ենք առաջ։ Այո, շարժվենք առաջ, միասին լսենք երաժշտություն։